Բարեկամներ, շարունակում ենք թվով 11-րդ եւ հուրի միտանի եւ հայկական առնչություններին նվիրված մեր 4-րդ հաղորդումը։ Դարձյալ իմ հյուրն է Պետրոս Թոմասյանը, որի հետ այսօր կզրուցենք մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Հեքսոսներու գաբը հուրիներու հետ շատ հստակ է եւ նույնիսկ կարծիքներ կան որ հեքսոսներու ունեին գապ հիթիթներու հետ հեքսոսները որոնք մտան եւ քրավեցին Եգիպտոսը ապակայ մենք հաղորդում ուրիշ հաղորդում կգնանք անդրադառնալ հեքսոսներու մասին շատ կարեւոր այդ շրջանալ լուսափանել դառնալով դուշրատան գտարնա հուրիներու միդանի պետության ասենք վերջին կարևոր հզոր արքան որը ճշմարտաբար ունենա եղերական մահմը դուշրատայի ժամանակ կարելի է ասել որ վիդանի ուժերը գսկսին սպարել դու ուզում ես խոսել արդեն միտանի բաժանվելու եւ բաժանվելու մասին այո կարելի է անդրադառնալ այդ հարցին բաժանումը եւ ապա անգումը մենք կամած այդտեղ կմոտիկնանք որ եւ ասալիսենք որ դուշրատային մեզի հասած է հուրիական ամենահնակույն արցանակությունը որը գտնված է Եգիպտոսի ամառնա քաղաքի մեջ եւ գրնանք տեսնենք այս կրված է գտեսնենք այստեղ միդանի դուշրատա արքայի այս նամակն է ուղված Եգիպտոսի փարավոնին այս հուրիական ամենահին միջև օրս գտնված ամենահին արցանակությունն է վերադառնալով դուշրատային պետք է ասենք որ դուշրատայի ժամանակ սկալի է որ հուրիական Փանագը գսկսի դգարանալ, որովհետև մարյանները, որոնց մասին խոսեցանք մենք անցյալ հաղորդումներուն եւ գազմեին հուրիական փանագի, ասենք ողնահարը սկսել էին սպարել իրենց ուժը եւ գտեսնենք որ բայկարը գսասկանա եւ հաթերը գսկսին հզորանալ գամած եւ գարաչանան եւ գկրավեն արևելյան ապերը միջերգրագանի եւ այդ ծովով միդանին գսկսի գդրվել անչադվել այդ բարեփեր շրջաններեն ուրեմն ինչ որ դերի գունանա նույն ժամանակ հաթերը գսկսին աշխատել միդանին ներսեն բարակտում իրակորձել եւ այդ կլա միդանի դուշրատայի տակավորի զավակը որուն անունն էր Մատիոսը կարելի է սպերենք Մատիվազան ուրեմն Մատիվազան Գաբստամփի իր հոր դուշրատայի թեմ եւ Գաբաստանի հաթերու հաթերու արքա շպիլոյոմայի մոտ շպիլոյոման ուրեմն գոկտիվի այս բադեհ արիտեն եւ գզորակցի դուշրատայի ապստամ զավակին իր աղջիկները մեկը կամուսնացնե ասենք մատիվազիայի հետ եւ կբադրաստե իրեն որ փանագոմը ուղարկե թեպի միդանի եւ բացի այդ ուրեմն սպառնական նամակ է գրում թե ինչպես պետք է վարվի իր կնոջ հետ այո այդպեսի իր աղջկան պետք է դասի առաջնայինների շարքը պետք է լինի միտանի թագուհին այո այդպեսի նամակ հասած հա բայց նաև խոսում է եղբայրության մասին եղբայրության բարեկամության նաև ինչ որ հավասարազոր իրավունքների մասին երկու պետությունների միջև Ուրեմն իհարկե դա անկումն է ցույց տալիս անկումն է ցույց տալիս այո եւ ինչ որ գբադահի այս ժամանակ որ Արդադամա երկրորդ որը դուշրատայի եղբայրն է գանչադվի այսինքն մասը ջեխմը գբացվի եւ մասը ասենք հուրիական աշխարհքեն գանչադվի միդանի պետութենեն կետրոն ունենալով ամիդը մենք ամիդը գնանք տեսնենք այս քարտեզի մեջ ուր գտնվի ուրեմն գունենանք մենք երկու հուրիական պետություններ կամ թակավորություններ մեկը ամիդ կետրոնով եւ թակավորներ Արդադամա երկրորդ դուշրատայի եղբայրը եւ մյուսը դուշրատայի թակավորությունը միդանին որու կետրոններ
Վաշուկանին այսպեսով գտեսնանք որ արդեն քաղաքականորեն ներքնաբես կսկսի դգարանալ հուրիներու այդ միասնական պետությունը որը Միդանի կոչվիր եւ մենք կամաց կմոտիգնանք Միդանի անկումին Բնականաբար հարցեր կարող են լինել, շատ հարցեր կարող են լինել, այսինքն ինչը պատճառ դարձավ անկման, որտեվ արձանագրությունները այնքան սուղ են, այնքան քիչ են, որ մենք հնարավորություն չունենք վերցանելու այդ ամենը դրդապատճառները գտնելու, թե ինչու բաժանվեց, թե ինչու երկիրը բաժանվեց, այսպիսի հզոր երկիրը միանգամից թուլացավ եւ իհարկե գնաց կործանման եւ դա հետաքրքիրը այն ժամանակներում կործանման հաթերի կողմից երբ որ հաթերը արդեն այդ Միտանի անկումից հետո հաթերն էլ դուրս եկան պատմության ասպարեզից բայց հաթերը այսինքն թուլացող պետությունը կործանեց թուլացնող պետությանը Եվ ինքն էլ վերացավ պատմության թատերաբեմից։ Մի լուսաբանություն Միդանի այս դգարացումը դեղի ունեցավ 1390-ական թվականներուն, այսինքն իսկ հաթերու անկումը 1200 մոտ 150 տարի հետո էր։ Ուրեմն ինչ որ դեղի ունեցավ կարելի է բացատրել, որ Միդանին, որը գնդքրգեր իր մեջ Ասորեստանի մեջ կսկսի աբստամբություններ, Ասորեստանը կսկսի հզորանալ կամաց եւ գուզե անչադվի Միդանին։ Եվ այդ ալ դերի կունենա։ Այսինքն Միդանին այլևս կդժվարանար շարունակել իր իշխանությունը Ասորեստանի վրա եւ միս կոմենալ հաթերնալ սկսան հզորանալ, այսպեսով Միդանին թե արդակին ճակատի վրա, թե ներքնաբես սկսավ դգարանալ եւ կամաց Հիշեցինք բաժանվեցավ երկու հիմնական թագավորություններու եւ այսալ հիշենք որ հիշեցինք արդեն որ հաթերը կգրավեն միջագրական ծովի ափերը նավահանգիստները եւ Միդանին կդրվի վաճառական հարստություններեն ինչ որ դերի կունենա կտեսնանք որ 1390-ին հաթական բանակը դուշրատայի զավակի մատիվազայի ղեկավարությամբ Գարշավե գմտնե Վաշուկանին կգրավի եւ այդտեղ վերջ կդրվի դուշրատայի այդ Միդանի հզոր թագավորի ցանկին այդպեսով գունենա շատ եղերական վերջը հետ այս զարգացումներուն Միդանին դուշրատային հետո գտարնա ավելի գփոքրանա իր սահմաններով եւ գտարնա գրվախնցոր այս անգամին հաթերու եւ Ասորեստանի միջև Ասորեստանը Աշուր օպլտի օրով գահասնի իր հզորության եւ գանգախանա լրիվ Միդանին եւ գտեսնենք որ Միդանին մոտավորապես 1 թար 1390-ին միջև 1250-ական թվականները գտարնա գրվախնցոր մեմը Միդանին Ասորեստանցիները կգրավեն ապա անգամ հաթերը եւ այսի գգրգվի քանի անգամ միջև որ վերջը այնքան դգարանա որ 1252 թվականին վերջ կդրվի Միդանի պետության եւ Միդանին հերանա պատմության փենը այլևս չի շրանքները առանձին գմրնան միան շրանքները իր հուրիական ցեղախումբերը որոնք սկսին ջանչեցվել Ասորեստանի գոմեն որպես նայրի Ինչ ես կարծում կարող ենք այսօր մենք խոսել Միտանի հուրիների կապը հայկականի հետ թե արդեն մենք շոշափել ենք այդ հարցերը Կարող ենք եթե մեզի ժամանակը գները կարող ենք ավելի անդրադառնալ այդ հարցին եւ քիչ առաջ դուք հիշեցիք ինչ որ Մովսես Խորենացին հիշած է իր արքայացանգի մեջ այդ այսինքն փաստերը մեկն է որ Խորենացին համոզված էր որ հուրիներու պետությունը Միդանի պետությունը հայկական էր որ իրենց թագավորներեն արքաներեն գարձեմ 7 կամ 8 արքաներ ընդգրկված են Խորենացի ոչ միայն Մովսես Խորենացուն, այլև բոլոր հին պատմիչներին Խորենացուց էլ շատ առաջ, ասենք 300-400 դար առաջ ապրած պատմիչներին խանգարել է այն հանգամանքը, որ սեպագրերը հայտնի չեն եղել։ Եվ այս ամեն ինչը, ասենք, հետիտների պատմությունը հիմնականում մեծ մասամբ հուրիների պատմությունը Ինչու՞ չէ, նաև Եգիպտոսի պատմությունը, Ասորեստանի, Բաբելոնի պատմությունը հիմնականում վերծանված է սեպագիր արձանագրություններից, հիերոգլիֆներից, արձանագրություններից, որոնք
որոնք հին պատմիչներին ես չգիտեմ գուցե հայտնի են եղել, բայց ինչ որ աղբյուրներով ուրիշ գրավոր աղբյուրներով են հայտնի եղել, մինչև որ նորից գիտությունը կարողացել է վերցանել դրանք։ Եվ ես իհարկե համոզված չեմ, որ 100%-անոց վերցանություններ են սրանք, որովհետև բառեր կան, որ մաքուր հայկական բառեր, մենք փոխանակ ասենք կարդանք պեղել, կարդում ենք պիլի։ Երբ որ դրանք ասուրերենի օրինաչափությամբ են վերցանվում, ինչպես նաև միտանիական հարցով։ Ես մեկ կարևոր հարց մգուզեի, ինչպես կսեն հրամցնել մեր բոլորի ուշադրության, որ երբ կերտանք խորը բանմության 3000 թվական Քրիստոսի առաջ 2000 այս ժամանակաշրջանը մենք հայ գիտնականես, որովհետև հայերեն գիտենք եւ գրնանք ցեվոմը ավելի հասկանալ ինչ գրված է այդ հին աշնագություններու մեջ, որովհետև հոնգան հայկական փարապաշարներ, հայկական նախատասություններ, ուրեմն օդար գիտնականները ըստ իս եթե սորվին հայերենը եւ անոնք որոնք սպառված են այս սեբակիրները վերցանելով, եթե դերյակ լան հայերեն լեզվին, այդ ժամանակ բիդգրն ավելի հեշտ օրեն գարթալ ինչ որ հաթերեն լեզվով գրված է կամ ոմանք տեղյակ են, բայց պատվեր են կատարում, ես կասեմ։ Դժբախտաբար այդ հարցն ալ գա, բայց այսինքն գոգնե։ Այո, եթե ազնիվ գիտության նվիրված լինեն, անպայման պիտի խորը ուսումնասիրեն հայերեն, գրապարեն առաջ։ Որտեղ գրապարից առաջ էլ այո, նախագրապար է։ Նախագրապար եղած է, այս բոլոր պետք է ուսումնասիրվի եւ ինչպես որ հիշեցինք, շատ բարձ մի դանի, միասնական դուն։ Այսինքն մենք գիտենք, որտեղ մենք հայերեն գիտենք, բայց երբ որ մեկը հայերեն չի գիտեր, պիտի բացատրել մի դանի, արդյոք ինչ է մի դանի եւ գան տեսակետներ, որ մի դանի ցեղախումբի անուն է։ Ես հայերեն գիտեմ, չէ, շատ լավ էլ գիտեմ հայերեն, չէ։ Դու էլ գիտես։ Այո։ Բոլորս էլ գիտենք, բայց այս ցուցակը ես 100 անգամ կարդացել եմ խորենացու։ Իմ այս աշխատանքը գրելու ժամանակ տարիներ առաջ։ Այո։ Բայց երբեք մտքովս չի անցել, նաև հուրիների թագավորների անուններն եմ իմացել։ Այո։ Մտովի թեկուզ ասենք կարող էր իջեցնել։ Թե ինչը որ Պարուտարնան ասենք Պարետն է։ Վասաշտան Վաշտակն է։ Երբեք մտքովս չի անցել։ Ուրեմն ինչքան պետք է նաև պրպտում միտք ունենաս լեզուն իմանալուց բացի, որ կարողանաս գտնել այդ նույնությունները։ Իհարկե այն ինչ որ պատահական է գիտության հետ կապ չունի, դա էլ պետք է ասել։ Այո, շատ ճիշտ։ Մյուս հարցը, որ մեզի, այսինքն հուրիներու եւ հայերու, ասենք մոդեցումը, հուրիները հայեր էին եւ այլն, կարելի է ասել, որ հուրիները մենք գիտենք, որ հուրիները եւ իրենց կհաջորդե ուրարտացիները եւ պիտի անդրադառնանք այդ հարցին։ Չասենք որ այլևս ավելի շներողություն, ասենք որ եթե Ուրարտուն ընդունում ենք որպես բանը եզրույթ, այո, կարող ենք ասել Ուրարտու երկրի բնակիչները։ Ուրարտու երկրի բնակիչները, մանավանդ կամ Վանի թագավորության բնակիչները։ Շատ կարևոր հարց մը գա, չպիտի ասենք նաեւ Ուրարտերեն, պետք է ասենք նոր հուրիներեն, երբ Ուրարտերեն լեզվին գոչենք նոր հուրիներեն, այդպեսով մենք Ուրարտու պետությունը գգաբենք հուրիներու բանության հետ, այսինքն հուրիներուն հաջորդեցին նոր հուրիներենով խոսող ժողովուրդը, որ Ուրարտու եւ եթե վերցնենք, որ այդ Ուրարտերեն կոչվածից ընդամենը մեզ 300-400 բառ է հայտնի, այո, եւ այդ բառերի երևի 80%-ը վերցանում են հայերենով, այո, եթե ճիշտ կարդանք հայերենով, տվարացատապ, ասենք, Տուվարացա հուբի, չէ։ Այո։ Հուբի հովիտ, չէ։ Այո։ Արծիբի արծիվ եւ այլ նույնը նաեւ հուրիերենում եւ իհարկե որոշ չափով հեռացած են իրարից հուրիերենը եւ Վանի թագավոր, որտեվ արանքում երևի 5-600 տարի ժամանակ է անցել։ Իսկ լեզուն զարգացել է 600 տարի այո։ Ուրեմն եթե ընդունենք, ես չգիտեմ շատ եմ առաջացնում թե չէ։ Այո։ Եթե ընդունենք միտանի լեզվի, հուրիերենի եւ այս ուրարտերեն կոչված լեզվի նույնությունը եւ նաեւ ուրարտերենի նույնությունը հայերենի հետ, ուրեմն ես գտնում եմ, որ այդ երեք լեզուներն էլ նույն լեզուն են, նույն լեզվի տարբեր բարբառներ են։
դարբեր բարբարը եւ նույն լեզուն գզարքանա, այսինքն հայրավոր դարիներ կա, լեզուն գզարքանա, կդաշվի, ինչպես որ գսեն, բայց նույն լեզուն է հիշած ինպես։ Այսպես գուզե անդրադառնայի ուրարդացիներուն մենք գիտենք մեր բամության մեջ հաջորդ հարստությունը, թակավորությունը, որ հաջորդ է ուրարդու բեդության, մենք կսենք Երևանտունիներ։ Ես Երևանտունիներ եզրույթին համաձայն չեմ, որտեղ նրանք հայկյաններ էին, ես չգիտեմ ինչի եմ մտել, ասենք Երևանդյաններ եւ Արտաշիսյաններ։ Բայց Երևանտյանները Արտաշիսյան գոյություն չունի, դրանք նույն արշակ։ Այո, որտեղ Երևանտյան հարստության ընթացքին իշխած են քանիմը Երևանտ անունով արքաներ։ Հիմա այստեղ հարց կա։ Գիտեք ի՞նչն է դրա պատճառը, որտեղ նախ դրանից առաջ հայկական պատմությունը չեն ընդունել։ Այո։ Հայ արքաների, հայ տիրակալների գոյությունը չեն ընդունել, ասենք Երևան Ուրարտուն է խանգարել բնականաբար, եւ դրա համար էլ հայկյան արքայատոհումը չեն ընդունել։ Երբ որ մեզ հայտնի է, որ հայկյան վերջին շարավիղը Վահեն էր։ Այո։ Իհարկե հայկյան շարավիղները ավելի հեռու են գնում, Ղարաբաղի մելիքները, առաշահիկներն էլ են հայկյաններ։ Ես մի առանձին հոդված էի գրել տարիներ առաջ դրա մասին, սա մի ուրիշ խոսակցության նյութ է։ Ասածս այն է, որ հայկյանների վերջի շարավիղը Վահեն էր, որը զոհվեց Ալեքսանդր Մակեդոնացու դեմ կռվում պատերազմում։ 300-ական թվականին։ Եվ այդ արանքում հայկյանների արանքում, ասենք, մտցնել Երևանտունիներ, չեմ կարծում, որ ճիշտ է։ Պետք է վերականգնել հայկյանները։ Երևանդը, այո, Երևանտ Սակավակյացը հայկյաններ։ Հայկյան շարավիղ էր։ Ես կուզեի այդ սել այս տեսակետը որ կա։ Երևանտ անունը Ուրվանտն է։ Այո։ Նույնիսկ Երևանտ անուն Ուրվանտի մեջ մենք կտեսնենք Ուրփարը, որը կգավի հուրիներու մոտենում է։ Ուրեմն այս է որ ես կուզեի շեշտել, այս վերջեն ուրիշ բացատրություն մնալ գա մենք հուրիներ հարիմեն եթե հոն թեթևնա հարիմենին գելա արիմեն այսինքն ասվածադրությունն ալգա որ արիմեն անունը գգավի հուրի անունի հետ այսինքն հուրիմեն հարիմեն արիմեն արմեն այս բացատրությունն այսինքն այն որ երկար տարիներ շահարկվել այն տեսակետը, որ արմենները եկվոր էին, Բալկանյան թերակղզուց եկան, Գերմանիայից եկան, ես չգիտեմ որ երկրներից եկան, սկզբում ուրեմն հիմնավորեցին Փոքր Ասիայի արևելյան մասերում, հետո կամաց ներխուժեցին Հայաստան, հայկական լեռնաշխար, ուրարտություններին ձուլեցին իրենց մեջ, այո, սկզբից հիմնեցին Արմեն Շուպրիա պետությունը, այո Այսինքն այդ հեքիաթը այդ քո ասածով փաստորեն այդ ուրեմն այդ շենքը որ կառուցված է թղթե շենքը ավազի վրա հիմնված փլզվում է բայց իհարկե ես դրան էլ համաձայն չեմ գուցե թե հուրի անունը կապ ունենա Արանվան հետ մանավանդ որ հուր արեքականն արանունն է մեջը Բայց Արմեն անվան առաջացմանը ես արդեն առանձին երկու հաղորդում եմ նվիրել այս խնդրին եւ այն ժամանակ իհարկե եթե հիշում ես այդ հաղորդումները ես ըստ Մովսես Խորենացու բացատրում եմ Արմեն անվան առաջացումը ինչպես Խորենացը ասում Արմնիկ անունից Արամանի երկրից այո Դարեհի սեպագիր արձանագրության մեջ 521 թվականի մեր թվագրությունից առաջ Քրիստոսից առաջ ավելի ճիշտ սովորենք անդադ մտահասել երբ ճիշտը կա Քրիստոսից առաջ ուրեմն 521 թվականի արձանագրության մեջ Արմենիա Թոմսոնն է այդպես վերցանել ոչ թե Արմինա այլ Արմենիա եթե ճիշտ Արմենիա ենք կարդում եւ հանգուցյալ Լևոն Շահինյանն էլ էր ճիշտ կողմնորոշում այս հարցով Եթե մենք կարդում ենք Արմենիա, ուրեմն բնականով Արամանիա, մեջներ ձայնավորները բացելով ստանում ենք Արամանիա, Արամի երկիր, Արամի ժողովուրդ, որ արդեն 3-րդ հազարամյակից մենք ունենք։ Իսկ այդ անունը ուրեմն տիրապետող դարձավ, դրսի ժողովուրդները մեզ սկսեցին ճանաչել, քանի որ Արամը ընդարձակեց Հայաստանի սահմանները, այսինքն իշխող դարձավ շրջակայքում, եւ այդ իշխող տիրակալի անունով օտարները մեզ կոչեցին Արմեն։ Միշտ օտարները գվախենան հզոր
հարևան են եւ այդ հզոր անուն է որ գդիրաբեդ է գհիշվի այո այնուամենայնիվ ես ընդունում եմ նաև քո բացատրությունը իմից չէ իրականությունը նման բացատրություն կա ես հիմա կամփոփեմ ինչ բացատրություններ կան որ հուրիները գավին արմեններու հետ մույս բացատրությունը որ գրնանք աթրաթարնանք արմե շուպրիա հիմա եթե նայենք այս քարտեզին կտեսնենք որ շուպրիան ուր գտնվի եւ շուպրիան նույն շուպարի անունն է ուրեմն ուրարդուի բեդության ժամանակ վանալիջեն տեբի արեմուտ հիսուս արեմուտ այդ տարածքները ուրմենի գոչվիր ուրարդուն այդ տարածքը գոչեր ուրմենի իսկ նույն տարածքը ասորեստանը գոչեր շուպրիա ուրեմն այդտեղ գհիմնվի արմե շուպրիա պետությունը որ այնքան գհզորնա որ գամած կսկսի թեմ կանգնել ուրարդուի եւ ասորեստանի միաժամանակ եւ շուպրիայի մենք գիտենք որ շուպրիան կամ սուպարդուն որը հիշեցինք մենք անցյալ հաղորդումներում մեջ հուրիներու այդ տարածքներ ուր հուրիները գիշխեին գտնվեին թե Հիսուսային Իրաքի մեջ միջակետքի մեջ եւ թե հարավային Հայաստանի մեջ այսինքն շուպրիա անունը մնաց 2000 ագան թվականներեն մինչև ուրարդուի ժամանակ դագավին շուպրիա գոչվիր եւ արմե շուպրիան այդ անվան ասենք շանագությունը որ շուպրիան գավված է հուրիներու հետ ուրեմն արմե շուպրիայի as եզրակացնեմ արմե շուպրիայի ժողովուրդը հուրիներ էին եւ ուրարդացիները իրենց գոչեին ուրմիներ ուրեմն գտեսնակ որ այստեղ հուրի եւ ուրմենի անվան ասենք կապակցությունը այս տեսակետն ալգա ես ուզում եմ հիշ տեսակետը որ Պարուշ Սկայորթուն որը համահայկական թագավոր է եղել իհարկե ներկայացնում են սկյուտ որպես սկայորթի որտեղ սկյուտների սկայ են ասում եւ տանում տեղադրում են ընդամենը շուպրիայի թագավոր այսպեսի ուրեմն արտառոց բաներ են եղել մեր պատմության նկատմամբ կարծում եմ անդրադարձանք այն հարցերին որ նպատակ ենք դրել մեր առաջ այո հուրիներու կապակցությամբ այս վերջին նաեւ երկու հաղորդումներում ուրեմն շոշափել իհարկե կարծում եմ որ հերոստատիտողների համար մեր այս ասուլիսը ձանձրալի չպետք է լինի որտեվ մենք խոսում ենք մեր արմատներից իսկ արմատները ամեն մի ժողովրդի համար կարևոր են մանավանդ երբ բոլորն էլ մեզանից վերցնում են մեր հարևանները Հայաստանի հարևանները թուրքերը ադրբեջանցիները վրացիները մինչև անգամ ռուսներն են ձեռք մեկնում մեր պատմությանը բնականաբար եթե դեռ չկանգնենք թե ասենք ինչպես է եղել որ մեր այդ թագավորի անունը ռուսա է եղել եւ ուզում են դրանով այո ռուսները շահագործում են այդ ռուսները շահագործում են այդ այո ես գուզեի հիշել այս մեր հաղորդումների ընթացքին մենք գխոսին քիրքերու մասին հեղինակներ ուրեմն գոչ կուղեի մեր անոնք որոնք հետաքրքրված են մեր այս պատմական հանքրվանի մանրամասնություններով գրնան այս քիրքերեն օգտվին եւ ասի բավականին հրաշալի աշխատանքներ ունենք մենք այսօր մասնավորի քանի որ արդյոք ներկայացել է Պետրոս ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հեղինակներից որոնցից մենք օգտվում ենք ասենք մեր այս տեսությունները մեր այս հաղորդումները պատրաստելիս Գուրգեն Կարապետյան Պետրոս Թոմասյան Սակագիրքն է այո Անժելա Տերյանը հետաքրքիր աշխատանք է Ավետիսյան Ավետիսյան այո Խորենացին Մովսես Խորենացի Արտակ Մովսեսյան եւ Սուրեն Մարդիկյան այդտեղ կոպետ ուրեմն Ասատուր Խաչատրյանը 33 թվականին այս գիրքը լույս տեսել եւ հսկայական աշխատանք է կատարել հսկայածավալ աշխատանք նախապատմական ժամանակներն են սեպագրական շրջանը մինչև Վանի թագավորություն այո ուրեմն տեսեք այս հսկայական ծավալուն գրքի մեջ ինչպիսի աշխատանք է կատարել ես կուզեի ասալ եւ 37 թվականի զոհերից է այս հեղինակը Ստալինյան քանի որ բարեկամներ մեր ասելիքը անսպառ է բայց ժամանակը իհարկե անսպառ չէ
Մենք կարող ենք նաև ուրեմն հաջորդ հաղորդումներին անդրադառնալ չլուծված հարցերի վերաբերյալ, բայց այսօր եկեք բավարարվենք այսքանով, շնորհակալություն Պետրոս, մենք նորից պիտի հանդիպենք, իհարկե որոշ ընդմիջումով։ Բարեկամներ, ես ուզում եմ նորից ձեզ հիշեցնել, որ մեր այս հաղորդումները կարող եք դիտել երկուշաբթի օրերը ժամը 7:30-ին, իսկ կրկնությունը նույն ժամին չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին։ Բացի դրանից նաև YouTube-ում եւ իհարկե ես ճիշտ ասած կապ չունեմ մեր հեռուստադիտողների հետ եւ չեմ զգում իրենց արձագանքը մեր հաղորդումների վերաբերյալ, բայց նրանք ովքեր որ կկամենան կապվել, իրենց կարծիքները, իրենց տեսակետները արտահայտել, ուղղակի անդրադարձ ունենալ, ասենք նրանց հետ, նրանք կարող են կապվել ինձ կամ Facebook-ով կամ YouTube-ի միջոցով արտահայտել իրենց կարծիքները, տեսակետները։ Սրանով ուրեմն վերջացնում ենք մեր հաղորդումը, բարի մնաք։